Սա սիգնալ է եւ իշխանությունը եւ ընդդիմությունը։ Սա բերելու է զարգացումներ եւ իշխանության ներսում եւ ընդդիմության ներսում։ Առանձին գործիչների հետ ապնդում են, որպեսզի որոշակի արտաքին գործընկերների հետ բանակցություններում հաղթաթուղթ ունենան քաղաքական հայտարարությունը հնչել եւ գործողությունը հետեւել է քաղաքական հայտարարությանը։ Նիկոլ Փաշինյանի հովանավորներն իրենք համարեն, որ այլևս ձեռնտու չի Նիկոլ Փաշինյանին պահելը, ձեռնտու է մի ուրիշ գործի վրա այսպես խաղադրույի քանելը եւ շատ այս առումով հետաքրքիր է թե օրինակ ով կդառնա ազգային ժողովի նախագահ Նիկոլն այլևս նախկինը չի Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան քաղաքագետ Արմեն Մինասյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր Ես եմ շնորհակալ հյուրընկալության համար հերթական անգամ։ Մեկ ամիս առաջ մեր տաղավարում էիք ընտրությունից առաջ եւ կանխատեսում էիք, որ իշխանափոխություն չի լինի, ցածր էիք գնահատում հավանականությունը, բայց նաեւ ասում էիք, որ եթե բարձր լինի մասնակցությունը, ապա այդպիսով Նիկոլ Փաշինյանը բարդ խնդիրների առջև կկանգնի ծրագրերը իրականացնելու համար։ Դուք ճիշտ էիք։ Քաղաքացիական պայմանագիրը չունի սահմանադրական մեծամասնություն, Բաքվից շարունակում են խոսել սահմանադրության փոփոխության մասին որպես պայման, այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ օրակարգին Հայաստանի Հանրապետության քաղաքացին կողմ է քվեարկել, որովհետև իրենք հաղթել են ընտրություններում, բայց խորհրդարանում այս պատկերը հնարավորություն չի տալիս իրեն հայտնի ձևաչափերով այդ գործընթացը առաջ տանել, հետևաբար իրենք պիտի դիրքավորվեն հասկանալու համար ինչ անել։ Պարոն Մինասյան, Նիկոլ Փաշինյանի դիրքավորվելը ինչ է ենթադրելու մեր քաղաքական համակարգի համար, նոր բռնաճնշումներ։ Ոչ թե նոր բռնաճնշումներ, այլ բռնաճնշումների շարունակություն, դրանց ահագնացում, դրանց իրավական անհրաժեշտության ձևակերպում ընդհուպ միջև սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն։ Ես կդժվարանամ ասեմ, բայց ընտրություններից անմիջապես հետո կարծեմ նման մի հայտարարություն եղավ, որ ժողովրդի տված մանդատի ներքո, որպեսզի իրանք հետապնդեն նախկին նախագահներին, թալանչիներին եւ այլն, իրանց հեղափոխությունից 8 տարի հետո արդեն խանգարում է սահմանադրությունը։ Այսինքն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկա շրջանում փորձելու է հիմնավորի, որ այսպես ժողովրդի սրտի արդարադատությունն իրականացնելու համար իրան պետք է հիմա էլ սահմանադրություն։ Ակնհայտ է, որ սահմանադրություն փոխելու խորհրդարանական գործիքակազմ չունի, առնվազն այս կոնֆիգուրացիայով եւ մնում է մի տարբերակ, հանրաքվեի տարբերակը եւ Նիկոլ Փաշինյանը վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ վարչական ռեսուրսով բռնաճնշումներով ի վիճակի է որոշակի քանակի էլեկտորատ կոնսոլիդացնել եւ շատ հնարավոր է օրվա իշխանությունների մտքով անցնի այսպես Ադրբեջանին տված խոստումը փորձել իրականացնել հանրաքվեի միջոցով։ Հանձնելիքը հանձնել ժողովրդի որոշմամբ, ոչ թե մանդատով, այլ որոշմամբ։ Դրան ընդառաջ ավելի է սաստկացնելու բռնաճնշումները։ Միանշանակ է։ Ոչ միայն սաստկացնելու է, բռնաճնշումները ոչ այնքան սաստկանալու են, իհարկե սաստկանալու են եւ դառնալու են ավելի լայնածավալ, որքան ուղեկցվելու են ամենաթողություն ենթադրող այդ մասկի շոուներով։ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը դուք այդ տրամաբանության միանշանակ, որովհետև տեսեք շատ լուրջ հարցեր կան եւ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը, եկեք հերթով գանք։ Անկախ նրանից ինչ քրեական հետապնդում է սկսվել, ակնհայտ է կոնկրետ ես համարում որ դա քաղաքական ենթատեքստ ունի, դրա մասին խոսվել է ընտրարշավի ընթացքում, դա իրավական անհրաժեշտությունը անմիջապես չի ծագել, ակնհայտ է որ դա քաղաքական հաշվի արտարի հետևանք է, բայց բովանդակությունը կարելի է քննարկել, դա այլ թեմա է, այդ թվում նաև իրավաբանների, մասնագետների ներգրավմամբ։ Ձևը պրոբլեմ է։ Ինչ է նշանակում առավոտ շուտ մտնել տուն, կամերաների առաջ մարդուն փորձել պարկասնել գետնին 70 տարեկան մարդուն։ Այդ դեպքում երբ որ այդ մարդը դուրը բացել է, որ իրանք ներս գան։
Երկրորդը մեզ էր կենդանիների ուղղված, հետ կապված ամբողջ process-ը ի՞նչն էր խանգարում, լավ, ես որևէ ողջամտություն, իրավական անհրաժեշտություն չեմ տեսնում կենդանիներին որպես վկա, ականատես կամ, չգիտեմ, գործով անցնող բերման ենթարկելը։ Այդ կենդանիներն ունեն որոշակի պայմաններ, այդտեղ պահվում էին, կարելի էր որոշակի սահմանափակում կիրառել, կամ լավ անգամ եթե որոշվել է, որ իրենց տեղափոխում են, կարելի էր տալ դրա մասին հաղորդագրություն, ռելիզ։ Այդ հակահումանիստական կադրերը ինչի համար էին նկարահանվել եւ տարածվում։ Կամ լավ վերանանք այդտեղից դերևս կարծեմ գործող չէ պատգամավորը, թե Այո։ դերևս գործող պատգամավոր, կին պատգամավոր, առավոտ շուտ էլի ներխուժում տուն, անչափահաս երեխայի ներկայությամբ մորը բերման ենթարկել, հարց առաջանում, ծանոթում տվել էիք չէր ներկայացել, տեղեկացրել էիք, ինչ գործողություն է նախորդել դրան, որ ծագել է անհրաժեշտություն, որ պետք է առավոտ շուտ մտնել, երեխային ստրեսի ենթարկելով, մորը բերման ենթարկել։ Կա մենք հասարակություն ենք կառուցում, մեր հասարակության համար սրանք նորմալ երևույթներ են։ Եթե նորմալ են, օքեյ, եթե նորմալ չեն, ապա ինչի հետ գործ ունենք։ Հասկանում եք, սա նույնիսկ հալածանք չի, բռնաճնշումը 37 թվականներ, երբ որ մարդուն տանում կորցնում էին մի տարի հետո նոր պարզում էր, որ կորել է։ Բայց սա ինչ է։ Սա ցուցադրական հաշվի հարդարներ են, վարչական ուրեմն ռեսուրսի տիրապետման փաստի դեմոնստրացիա է, որպեսզի հող նախապատրաստվի այդ խնդիրները լուծելու համար։ Սա նաև դասամյուսներին։ Եթե խնդիրը բիզնեսի հետ է կապված կամ խնդիրը օրենքի հետ է կապված, այդ խնդրին ռեակցիան մենք պետք է տեսնենք շատ ավելի վաղուց։ Մենք ավելի շուտ տեսել ենք ընտրարշավի ընթացքում խոստումը, որ կանեմ, ոչ թե դատական համակարգը կանի, ոչ թե արդարադատության մարմինները, իրավապահ մարմինները կանեն, այլ ես կանեմ։ Հա, մենք տեսել ենք խոստում նախապես տրված, որից հետո անցել են գործողության։ Նույն Արարատցեմենտի հետ կապված, Multiwellness-ի հետ կապված, այսինքն այնպես չի, որ մարդը գաղտնի համապատրաստի ծարել է։ Մարդը զգուշացրել է, այսինքն ինքը այն գլխից հայտարարել է, որ սա քաղաքական է, սա մի հոգու կամքի հետ է կապված։ Կարող է օրենքի տառի հետ կապված խնդիր կա։ Իմ ներքին համոզմունքն այնպեսին է, որ Հայաստանում դժվար է գտնել մարդ, ով հատկապես վերջի 8 տարիներին օրենքի հետ կապված խնդիրներ չունենա։ Մի չգիտեմ, չմուծած վարկ, մի չվճարած բան, ակտ, հասկանում եք, մենք ապրում ենք այդպիսի երկրում։ Յուրայիններին ամեն ինչ ներվել է, հաջորդ քայլին յուրայիններին կարելի է մի շանտաժի ենթարկել, սեղմել պատին։ Նույնը գործարարներին։ Մենք ապրում ենք այդպիսի турբուլենտ դարաշրջան, բայց ակնհայտ է, որ ընտրովի արդարադատության հետ գործ ունենք, եթե անգամ հիմքում կա օրենքի հետ կապված խնդիր։ Էլի եմ կրկնում, քաղաքական է, որովհետև քաղաքական հայտարարություն է հնչել եւ գործողությունը հետևել է քաղաքական հայտարարությանը։ Պարոն Մինասյան, ընտրովի արդարադատության մասին է խոսում, մի հետաքրքիր եւ զավեշտալի եւ միևնույն ժամանակ ողբերգական իրողության մասին եմ ուզում խոսել։ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներում ավելի ու ավելի շատ է խոսում դատական համակարգի խնդիրների մասին, հերթական մեղավոր փաստորեն կարգում է դատաիրավական համակարգը։ Եվ դրան զուգահեռ Եվրամիության դեսպանը Մարագոսը խոսում է այս վերջին տարիներին Հայաստանում դատաիրավական համակարգի լուրջ առաջընթացի մասին, եվրոպական չափանիշներին մոտենալու մասին։ Իմ անձնական համոզմունքն այնպեսին է, որ եվրոպական երկրների, Եվրամիության ներկայացուցիչների, արևմտյան առհասարակ պաշտոնյաների հայտարարությունները որևէ կերպ ինդիկատոր չեն մեր իրական տեղն ու դերը հասկանալու համար տարածության մեջ։ Պարզ պատճառով եվրոպական երկրները անցած տարիներին առնվազն ցույց են տվել, որ իրանք այո չեն թաքցնում, որ ստիպված են ցանկացած տեսակի արժեք ստորադասել քաղաքական շահին նպատակահարմարության այս պահի։ Անցած 8 տարիներին Հայաստանում բազմաթիվ դեպքեր են եղել չհամապատասխանող հռչակված նորմերին եւ արժեքներին։ Մենք որևէ արձագանք չենք տեսել։ Որն է դրա պատճառը։ Ակնհայտ է, չէ՞։ Ամեն ինչ ներելի է, եթե դուք դառնաք հակառուսական պլազդա։ Եվ ոչ միայն Հայաստանը։ Մենք տեսել ենք ինչ է կատարվում Մոլդովայում, մենք տեսել ենք ինչ է կատարվում Ռումինիայում,
ընտրությունների, քաղաքացիների հասարակության ազատ կամարտության արդյունքների հետ, հա։ Ռումինիայում ընտրված նախագահին ուղղակի Սահմանադրական դատարանը որոշում է, որ դու նախագահ ես։ Բանը հասել է նույնիսկ այնտեղ Եվրոպայի առանցքը կազմող պետություններում կան պրոբլեմներ այդ արժեքների հետ, ազատ խոսքի, չէ, այսօր Եվրոպայում ամեն ինչ չի որ կարելի է բարձրաձայն ասել։ Ընտրական իրավունքի իրացման հետ Ֆրանսիայի պես երկրում փաստորեն գործնականում Լպենին արգելել են մասնակցել ընտրությունների։ Այսինքն Եվրոպան հիմա գտնվում է մտնես process-ների մեջ, որ շատ կասկածելի է իրանց տված գնահատականը արժի լուրջ ընդունել թե չէ։ Նույն այս կենթանիների պաշտպանության հետ օրինակ ես մի շաբաթ սպասում եմ։ Լավ, հասկացանք հակառուսական պլազդարմ, հասկացանք բոլոր բանը, Ռուսաստանի ագենտներ են, բայց կենթանիները։ Հիմա վերադառնալով հարցին, եվրոպացիների տված գնահատականը օբյեկտիվ չի առնվազն։ Ես չեմ կարող դրա վրա հիմնվել։ Հասկանալի է, բայց Փաշինյանի գնահատականը, հակասում են իվը։ Նիկոլ Փաշինյանի գնահատականը ունի սինուսոիդի բան, հետագիծ։ 8 տարի առաջ դատարանները պետք է շրջափակել, հետո 2 տարի հետո այդ դատարաններն աշխարհի ամենաարդարադատ դատարաններն էին, հիմա պարզվեց, որ այդ դատարանները արդարադատություն կա մենակ հարուստների համար, աղքատների համար արդարադատություն չկա, հետո պարզվում է, չէ, աղքատներն ամենապաշտպանված շերտն են Հայաստանում։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանն անում է հայտարարություններ, որը տվյալ օրը բանան նպատակահարմար է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ի մոտ խորը կասկածներ կա, որ փորձում է հասարակությանը լարել հարուստների դեմ, դասակարգային ատելություն, Ռոբին Հուդ խաղալ, որ ես հարուստներից կվերցնեմ կտամ ձեզ, եւ փորձել ապացուցել, որ դրան խանգարում ամենակ գործող սահմանադրությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դրանք քաղաքական բնույթի է եւ կոչված են կոնկրետ խնդրի լուծման։ Եվրոպական երկրների հայտարարությունները ցավոք սրտի վերջին 8 տարում իմ մոտ կա տպավորություն խորը համոզմունք, որ եւս քաղաքական են, ավելի շատ գեոքաղաքական։ Այսինքն այսպես, եթե Հայաստանի կամ Հայաստանի կատեգորիայի երկրների իշխանությունները, նույնը Ուկրաինային իդեպ վերաբերվում, նույնիսկ մարդու միս ուտեն, դա ներելի է, որովհետև իրանք հակառուսական պլազդարն են։ Բայց այդքանով հանդերձ, պարոն Մինասյան, վերջերս հատկապես աշխուժացել են խոսակցությունները Վոլինյան ջարդերի ընդունման հետ կապված եւ Ուկրաինա-Լեհաստան պատմական երկխոսության անհրաժեշտության մասին, դա իբրև պայման են ներկայացնում։ Դա լեհերն են ներկայացնում, որովհետև լեհերը կոնկրետ այդ ջարդերից դժուժած են։ Լեհերը ուկրաինական կոնֆլիկտի հենց սկզբից արժեքային այդ գիծը թույլ չեն տվել հաղթահարել։ Իրանց համար Բանդերան պատերազմի հանցագործ է։ Իրանք չեն համակերպվի այն մտքի հետ, որ Բանդերան կարող լինի որևէ պետության ազգային հերոս։ Լեհաստանը գոնե այդ առումով, հատկապես Լեհաստանի աջակողմյան կառավարությունը, հա, վերջի տարիներին իրանք այս արժեքների վրա շատ խորը հիմնված են։ Եվ ոչ միայն սրա վրա, Եվրոպայի ընդհանուր միգրացիոն քաղաքականության վերաբերյալ էլ ունեն վերապահումներ, շատ հարցերում Լեհաստանն ունի վերապահումներ, որտեղ Լեհաստանն իր ազգային շահերն այլ կերպ է տեսնում եւ դրանք փորձում է իրացնել, դա նորմալ է, բայց համաեվրոպական արևմուտքի մոտեցումը միևնույն է, Լեհաստանի համար միևնույն է, ամեն ինչ ներելի է, եթե չկա դրա մեջ Բանդերա։ Ում համար հասկանալի չի, որ Ուկրաինան այսօրվա իր խնդիրներով Եվրամիության մեջ տեղ չունի։ Եվրամիությունը ովքեր են։ Գերմանիան, Շվեդիան, այսինքն տնտեսություններ, որոնք սուբսիդավորում են մնացածի գոյությունը։ Մենք տեսնում ենք վերջին 10-15 տարիների համար, որ նույնիսկ այդ երկրների համար խնդրեմա այսպես յուրացնել Բուլղարիայի, Ռումինիայի, հարավ-արևելյան Եվրոպայի երկրների ներգրավումը Եվրոպական միություն։ Ակնհայտ է, որ այդ միությունը գնալով դառնում է ոչ ներառական։ Ոչ միայն ոչ ներառական, ոչ էֆեկտիվ։ Հա, հիմա Ուկրաինային իր այս ամբողջ խնդիրների ծանրաբեռվածությամբ մտցնել Եվրոպական միություն, դա եվրոպացիների համար կդառնա ինքնասպանություն։ Եվրոպացիները դա գիտակցում են, բայց որպեսզի արևույթ չմերժեն, հա, միշտ մտածում են ինչ-որ պայմաններ։
որը անում էին նաև Թուրքիայի հետ հարաբերություններում վերջին 70 եւ 80 տարիների ընթացքում, սկզբունքորեն երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո։ Այդքանով հանդերձ ներողություն, Հայաստանում կան շրջանակներ, որոնք հավատում են, որ Եվրոպական միության բարձրաստիճան չինովնիկների, ասենք, ծիրանի պահածո պատրաստելը ժեստ է Հայաստանին ուղված դեպի Եվրոպայի ինտեգրման։ Դե հիմա գիտեք, ինչ կա Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում աշխարհի երկու ամենակարևոր տիեզերական տերություններն են, բայց այդ երկրներում սոցիոլոգիական հարցումները ցույց են տալի, որ հասարակության 30%-ը վստահ է, որ երկրագունդը տափակ է։ Այսինքն մարդիկ իրանք են որոշում ինչին հավատան կամ չհավատան, բայց որոշում կայացնողները պետք է շատ ավելի լուրջ մոտենան իրավիճակին, վերլուծեն, ունենան նաև տեսլական։ Մեր խնդիրն այն չէ, որ մարդիկ հավատում են կամ չեն հավատում։ Մեր խնդիրն այն է, որ մարդկանց որևէ վերջնական ձևակերպված նպատակներ, խնդիրներ չեն տրվում։ Եվ այն շրջանակը Հայաստանում, որ որոշումներ է կայացնում, խոսքը ոչ միայն իշխանությունն է վերաբերում։ Պոտենցիալ որոշումների կայացնողները իրենք չգիտեն ինչ են ուզում, ինչ կարելի է ձևակերպել, եւ որ նա այս երկրի այս պետության այս հասարակության շահը։ Չգիտեն ինչ են ուզում, թե ուղղակի ուրիշ շահեր են սպասարկում։ Այսպես ասենք, որպեսզի չվիրավորենք, նայել կա, մենք ի վերջո կուլ չենք, տեսնում ենք, որ իսկապես կան էլեմենտներ, որոնք դրսի որոշակի շրջանակների շահեր են ներկայացնում, այդ թվում օրվա իշխանությունները։ Այնպես չէ, որ այդ եվրոպական երկրների շահերը սպասարկողները առաջնորդվում Հայաստանի ազգային շահերով։ Ակնհայտ է, որ մարդիկ իրականացնում են այն ծրագրերը, որոնց ներքո ստանում են ֆինանսավորում։ Գուցե իրենք հավատում են։ Ես չեմ ուզում կասկածի տակ դնել այսպես իրենց անկեղծությանը, բայց ակնհայտ է, որ իրենք սպասարկում են դրսի շահը։ Ներսում Հայաստանի ձևակերպված շահը ես չեմ տեսնում, նույնիսկ դիսկուրս չեմ տեսնում դրա մասին։ Անհասկանալի է, մենք իսկ ինչ ենք ուզում։ Մենք նախորդիվ էլ այս մասին խոսել ենք, պարոն Մինասյան։ Հիմա մի շատ կարևոր հարցի մասին կարծում եմ պետք է խոսել։ Տեսեք, մեծ հաշվով մեր հանրությունը իսկապես բարդ իրավիճակի առջև կանգնեցրեց Նիկոլ Փաշինյանին, որովհետև ակնհայտորեն ունի որոշակի խնդիրներ։ Չէ, մեր հանրությունը իր մեծամասնության մեջ մերժեց։ Այլ հարց թե ընտրական տեխնոլոգիաները ընտրացուցակներում եղած այսպես տեխնացուների խայտաբղետությունը քաղաքացուն ընտրողին ինչ հնարավորություններ տվեց, սա առանձին թեմա է, կարելի է երկար խոսել, բայց իր մեծամասնության մեջ հանրությունը սկզբունքորեն մերժեց Նիկոլ Փաշինյանին եւ իր օրակարգը։ Հիմա այս մերժումը, ընդդիմությունը կկարողանա քաղաքական կապիտալի վերածել։ Ես դժվարանում եմ ասել, որովհետեւ առայժմ անդիմությունը չի դեկլարացրել որոշակի քաղաքական ծրագիր, թե ինքը ի վերջո ինչ է ուզում անի։ Անհասկանալի է ինձ համար ընդդիմությունը ինչ է ուզում անի։ Իսկ ինչ պիտի անի։ Ես չգիտեմ, տարբեր բաներ կարող անի, մեզ հետաքրքիր անդիմությունն ինչ է ուզում անի։ Անդիմությունը ուզում է գնա նստի պարլամենտում բավականին լայն ներկայացվածությունը փորձի օգտագործել օրեսդրական նախաձեռնություններով կամ կառավարության բերած նախաձեռնությունների վրա ազդելով օրենքների փոփոխության վրա, թե փորձում է գեներացնել որոշակի հասարակական պահանջ, որպեսզի ստիպի այդ թվում նաև օրվա իշխանությունը գնա որոշակի այլ լուծումների, թե փորձում է հասարակական պահանջ ձևակերպի եւ փորձի ազդել հենց բուն պարլամենտում կոնֆիգուրացիայի փոփոխության վրա ամենատարբեր ճանապարհներ կա։ Հասկանալի չի, իսկ ընդդիմությունը ինչ է ուզում կամ ընդդիմության տարբեր թևերն ինչ են ուզում։ Մենք ակնհայտ է, որ ունենք երկու խորհրդարանական խմբակցություն կունենանք եւ արտախորհրդարանական բավականին էլի ուժեղ դիմադիր զանգված։ Գուցե ամառա ընտրություններից հետո հոգնած են, ամանավանդ կարոզարշավը բավականին շուտ էր սկսվել, մի տեսակ հոգնածություն կա, միգուցե սեպտեմբերին կամ օգոստոսի վերջ ավելի հստակ լինի, բայց այս պահին ես դժվարանում եմ ասել ընդդիմությունն ինչ է ուզում, ընդամենը կարող եմ ասել, որ գուցե ասել են ես չեմ տեսել, բայց առնվազն ես չեմ տեսնում, որ իրանք ինչ-որ բան ուզում են եւ ամենակարևորը պատրաստ են հանուն իրենց ուզեցածի ինչ-որ զողողությունների գնալ։ Օրվա իշխանությունը բռնոցի բաց թողոցի է խաղում, որից մի քիչ շատ է վախենում իսկապես
մի քիչ ավելի կոշտ է վերաբերվում, բայց հենց վտանգն անցնում է, բաց է թողնում, կամ մարդուն գերեվարում է բառից բուն իմաստով։ Բառից բուն իմաստով տպավորություն կա, որ առանձին գործիչների մտածածին բանով պատրվակով ուղղակի հետապնդում են, որպեսզի որոշակի արտաքին գործընկերների հետ բանակցություններում հաղթաթուղթ ունենան, այս ամեն ինչը կա։ Անհասկանալի է մարդիկ ինչի համար են նստած։ Հասկանալի է, որ քաղաքական հետապնդում, հասկանալի է, որ քաղաքական գործունեություն, բայց անհասկանալի է ինքը իր ազատությունը, երբ որ սահմանափակվում է, այո, զողողության գնում է, մենք պետք է արժանի մատուցենք։ Նամանավանդ ես էլի եմ ասում, առնվազն վերջի դեպքերից ցույց են տալիս, թե ինչքան լկտի ձևով է իրավապահ համակարգը բանանում հետապնդում եւ ոչ միայն ազատությունից մարդկանց փաստացի արգելում են ստեղծագործական գործունեությամբ զբաղվել, դասավանդել, մենք այս ամեն ինչից սկսել ենք բախվել։ Խոսքը մենակ ֆիզիկական ազատությանը չի վերաբերվում, բանը հասել է ստեղծագործական ազատությանը, իսկ մարդը տեսակետ արտահայտելու իրավունք ունի, հենց տեսակետը արտահայտում փաստորեն մայրբուհից բանանում, փաստացի հեռացնում։ Հասկանում եք, մենք բախվել ենք այս իրականության հետ, բայց իր ամբողջության մեջ ընդդիմությունը չի ցույց տալիս ճանապարհ, որը պատրաստվում է ինքը դրոշակը ձեռքին գնա եւ այո, հնարավոր է այդ ճանապարհն անցնելուց ինքը ունենա կորուստներ, չի ասում միշտ կորուստների է պատրաստ։ Այլ բան որ խաբելու է կամ չի խաբելու։ Քաղաքականության մեջ դա նորմալ է։ Բայց չի ասում։ Դուք ասում եք դրոշակը ձեռքին ճանապարհ պիտի անցնի, այո, այդ ճանապարհը հնարավոր է ուղղորդվի բանտով, բայց շատ կարևոր է, որ դրանից հետո պայքարի շարունակություն լինի եւ բանտը ինքնին պայքարի խորհրդանիշ դառնա եւ ոչ թե ուղղակի հանգրվանի, որով հանգուցալուծվում է տվյալ քաղաքական գործիչի։ Դե մեր պրակտիկան բերել է նրան, որ բանտի միջոցով կար ինչ որ շրջան, որ բանտը ազդում էր մարդկանց անհատական վարկանիշի աճին։ Բայց այսօր բերել է նրան այդ process-ն կան զանգվածային բնույթակերով, որ այն գործիչներն, ովքեր մի քանի ամսով հայտնվում են բանտում, ցավոք սրտի մոռացվում են հասարակության կողմից։ Այդ մարդիկ, երբ որ դուրս են գալիս բանտից, արդեն տևական ժամանակ պետք է աշխատեն, որպեսզի այն հին պոպուլյարությունը վերականգնվի։ Եվ խնդիրը հասարակությանը չի ամենևին։ Բացարձակ հասարակությանը չի, կան օբյեկտիվ պատճառներ, կան սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառները նրանք են, որ ինֆորմացիան այնքան լայն է, ամեն օր աստղեր են ծնվում, հա? Չի կարելի մեղադրել, որ մեգա աստղեր չկան։ Ամեն օր աստղեր են ծնվում։ Այսօր ցանկացած մեկը ով ունի փոքր տաղանդ, ինքը կարա դառնա աստղ։ 1 ժամով, 1 օրով, 1 ամսով։ Հասկանում եք, ինֆորմացիան հոսքերը շատ են եւ հասարակությունը պարտավոր չի իր բանուգործը թողի ամբողջ օրը դրան հետևի։ Հատկապես երբ ծանրաբեռնվում է հոգսերով։ Հա, նամանավանդ երբ որ դու որևէ էքստրաորդինար որևէ բան չես առաջարկում։ Հասկանում եք։ Ինչ հասարակությունն ինչ անում, ֆուտբոլի առաջնությունն է ֆուտբոլը նայում։ Իր համար էս փուլում ֆուտբոլիստներն են աստղեր։ Չի կարելի հասարակությանը մեղադրել։ Դու ինչ ես առաջարկել, որպեսզի ֆուտբոլից ավելի կարևոր լինի։ Պարոն Մինասյան, երևի սրանով կամփոփենք մեր զրույցը։ Հասարակության վարքագծի եւ մտածողության վրա կարծում եմ վերջին ընտրությունը նորից կունենա հետևանք։ Մենք փաստացի տեսանք, որ մի քանի հազար քաղաքացու ձայն փաստորեն առ ոչինչ համարվեց։ Ընտրության վերջին արդյունքում պիտի արտացոլված լինի յուրաքանչյուր քաղաքացու քվեն ձայնը։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, ոչ միայն այդ կուսակցության հետ տեղի ունեցավ, այլ նաև հազարավոր մարդկանց հետ, որովհետև ըստ երևույթին իշխանությունը, պետությունը, ինստիտուտներն ասացին, որ ձեր ձայնը ունի 0 արժեք, 0 նշանակություն։ Ну, եթե մենք գալիս ենք ֆորմալիզմի տեսանկյունից, նայել կա նայել, եթե կա ձևական խախտում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող էր կոնկրետ տեղամասերի արդյունքները առողջից ճանաչել, ըստ որում հակառակ կողմը կարող էր ապացուցել, որ այդ 3 տեղամասի արդյունքները ընդհանուր ընտրության արդյունքների վրա են ազդում։ Սրանք իրավական process-ներ են, որոնց արդյունքում անշուշտ կայացվում է քաղաքական որոշում։ Բայց մեսիջը պարզ է, բարդ գործը։ Հիմա ես ուրիշ բան կարող եմ ասել։ Իրականության մեջ մենք ունենք հետևյալը։ Եվ Նիկոլ Փաշինյանը, եւ իր իշխանություն մաս կազմող գործիչները, ուժերը ակնհայտ տեսան, որ հասարակության մեծամասնությունը պարզապես մերժում է։ Ակնհայտ մերժում է, հա? Եվ սա սիգնալ է եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը։ Սա բերելու է զարգացումներ եւ իշխանության ներսում, եւ ընդդիմության ներսում։ Իշխանության մոնոլիտությունն է կասկածի տակ։
շատերը արդեն կմտածեն, որ կարծես թե մոտ ապագայում պատասխան տալու ժամանակ է գալու։ Ինչի եմ ես պատրաստ գնալ հիմա, որ հետո հեշտ կարողանամ այդ պատասխանը տալ։ Սա բերելու է իշխանության ներսում մոնոլիտի ճակման։ Ընդդիմությունը պետք է իր հերթին հասկանա, որ էլեկտորատը ինքը պատրաստ է։ Ես ինչ եմ առաջարկում, որպեսզի կարողանամ դա կոնսոլիդացնել։ Հասկանում եք, այս ընտրության գլխավոր արդյունքն է, որ այն հայտնի բանում սկեչում ոնց էր ասում, Նիկոլն այլևս նախկինը չի։ Եվ այդ սիգնալը հասել է եւ Նիկոլի հետևորդների, եւ Նիկոլի հակառակորդների։ Իսկ աշխարհաքաղաքական Այդ թվում նաեւ աշխարհաքաղաքական, դա էլ չբացառենք, որովհետեւ շատ հնարավոր է գա ինչ-որ մի բան, որ Նիկոլ Փաշինյանի հովանավորներն իրենք համարեն, որ այլևս ձեռնտու չի Նիկոլ Փաշինյանին պահելը, ձեռնտու է մի ուրիշ գործի վրա այսպես խաղադրույք քանելը։ Եվ շատ այս առումով հետաքրքիր է, թե օրինակ ով կդառնա ազգային ժողովի նախագահ։ դե արդեն բարձ է։ Դե կլինի կտեսնենք։ Առայժմ իրանք առաջարկում են կընտրվի նոր փաստի մասին Վստահ խոսենք։ չեք, որ ընտրվելու։ Դե չգիտեմ, իմ վստահության խնդիրը չի, կլինի կտեսնենք։ Մենք հասկանում ենք, չէ՞ որ դա եւս աշխարհաքաղաքական շահերի գոտում։ Շատ պայմանական ասած, եթե Նիկոլ Փաշինյանը վաղը արտանա ասի, ես հրաժարվում եմ եւ գնում եմ մեր տուն, ո՞վ է լինելու այս երկրի ղեկավարը ժամանակավոր։ Այնպես որ այս ընտրություններն իրանց խորքում շատ ավելի մեծ բան են տվել, քան առերևույթ խոսվում է։ Բայց մենք խնդրեմ ունենք առաջին հերթին իշխանության ծրագրերը པարզ են ընդդիմության ծրագրերի հետ։ Աշխարհաքաղաքական հովանավորչության մասին երբ խոսում ենք, երևի թե արժե այս համատեքստում անդրադառնալ ԵԱՀԿ քարտուղարի հետ տեղի ունեցածին, այդ սկանդալին, որ իսկապես կարող էր սկանդալ դառնալ, բայց Հայաստանում Գիտեք, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը չի ասել մի բան, որի մասին չգիտեիք։ Հասկանում եք, նորություն կարող է համարվել այն, երբ որ բնության մեջ, հասարակության մեջ տեղի ունենում մի բան, որի մասին դու չգիտեիր, տեղեկանում ես։ Հիմա ինչ-որ տրանքներ զանգել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, նա էլ անկեղծացել է, եւ սա առաջի դեպքը չէ եվրոպական գործիչների ժամանակին Բորիս Ջոնսոնը շատ անկեղծ բաներ պատմում։ Սա Եվրոպայում չի դառնում սկանդալ, որովհետեւ իրանք գիտեն ինչի են հետամուտ, իսկ Հայաստանում էլ նորություն չի։ Այսինքն տեղի ունեցած ընդհանրը քարոզչական պատերազմներում որպես գործիք օգտագործելու հնարավորությունը։ Որևէ նորություն դրված չի, պարզ չի, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կռիվը հայ առաքելական եկեղեցու դեմ չի սահմանափակում Նիկոլ Փաշինյանի ցանկություններով եւ ինքը ունի հստակ ընդգծված արտաքին բան, նաեւ պատվիրատու։ Ռուսական կողմից այս քայլը Դե ռուսական կողմից քայլը ակնհայտ է, որ այդ տղաներն էլ այնպես չի, որ տենց անկախ բաներ են։ հա քնել արթնացել են որոշել են հայ առաքելական եկեղեցով զբաղվել։ Ակնհայտ է, որ որոշակի պատվերել են տեղաձևավորվում, ինչ որ բան ցույց տալու, ինչ որ բան ապացուցելու։ Հասկանում եք, մեր խնդիրն ուրիշ տեղ է։ Մենք մտածում ենք, որ Եվրոպան միայն արժեքների մասին է մտածում։ Ռուսաստանն էլ ինչ որ չար բան է, հերոս է։ Բոլոր երկրները, Վրաստանից սկսած մինչև Լիխտենշտեյն, մինչև Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան հետամուտ են իրենց ազգային պետական շահերին, կամ առնվազն այդ շահերի իրենց սեփական ընկալմանը, ոչ թե մեր ընկալմանը, որտեղ երբեմն հայերը որոշում են, չէ, որ Ռուսաստանի շահից sense է բխում կամ Եվրոպայի շահից sense։ Չէ, իրանք իրենց շահերն հետապնդում են իրանց ընկալացի հանգույն, ոչ թե մեր ընկալացի։ Եվ այդ ընկալումների մեջ, եթե Ռուսաստանը զբաղվում է իր շահի երասմամբ կամ Եվրոպան զբաղվում է, մենք դա պետք է ընդունենք որպես փաստ եւ դրա հետ հարաբերվենք, փորձենք առաջ ընթանալ այդ համատեքստում իրացնել սեփական շահերը։ Մեր խնդիրն այն չի, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը sense ասես կամ Ռուսաստանը sense մանիպուլացրեց կամ Եվրոպայում sense գրանտ հայտարարեցին կամ այս ինչը sense ճանաչեցին լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ։ Մեր խնդիրն է, որ մենք չգիտենք այս կոորդինատների համակարգում մեր լավ ու վատը որն է։ Մեզ դա չեն ասել։ Մեզ առայժմ մենակ Նիկոլն է ինչ-որ բան ասում, հրաժարվեք Արարատ սարից, ձեր անցյալից, ձեր պատմությունից, կարևոր է այսօր փորներդ կուրս տրնի։ Մոտեցում է, ես չեմ կիսում, բայց մոտեցում է, սրա հակառակ մոտեցումը որն է։ Ով է ձևակերպել մեզ ասել։
Հուսամ, որ ինչ որ մի օր, երբ մենք կհանդիպենք, վերջապես հնարավորություն կունենանք այդ այլընտրանքի մասին խոսել, որովհետև հստակ փաթեթավորմամբ այդ այլընտրանքը կհայտնվի։ Հուսանք։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։